Առաջին բերքը քաղել է այս Աշոտը, քաղել էր, լվացել է, ասում եմ սպասիր գոնե մի հատ նկարի ցույց տայի թփի վրա, ահագին մեծ վարունգ է, վրան էլի կա, էսա կախված սրանք, բայց այս մեկ ամենախոշորն էր, որ ինքը քաղել է, էսա, այստեղ էլ կա, այս վարունգները պետք է կապվի, վերև բարձրացվի, գետին են ընկած, վաղը կաշխատենք, ոնց որ այստեղ մի քիչ կմաքրենք, այս հիմա հենց մեր եկած օրն է, շոկը անցավ, ասեցի մի հատ դուրս կանք նայենք, Աշոտը վարունգը տեսել էր քաղեց, ասեցի դուրս կանք նայենք ու ջրենք, հեսա ջրել է ինքը, հեսա պոմիդորները բան լավ աճել են, լավ չորացել էր, այստեղ էլ կա այսա վարունգ, դեղնել են թփերը, շատ շոկ է, դե լավ շոկեր են եղել, հիմա այս քանի օրն էլ լավ շոկեր են անդեղ էլի վարունգա կախված, հեսա, այստեղ ինչ այս ծաղկացը, թե մոլախոտ է, չգիտեմ, պետք է լավ մաքրվի, վաղը կմնա, այս այստեղ լրիվ խառնաշփոթ է, այսը ելակն էլ մի հատ նայենք, ծաղիկ բան չկա էլ վրան, հիմա թե ինչ աղել ես ընթացքում ես խեղճը ծաղկել է, չի ծաղկել, չգիտեմ, համարյա 24-25 օր սենց, չնայած Աշոտը որ չեր եկել նայում էր, այստեղ այս մեծ մոլախոտ է, վաղը սրանք կմաքրենք, այս մեր նոր դրած վարդը, այս գույնի վարդ է եղել, այս էլ է թոռոմել, այն մի վարդը լրիվ թոռոմել է այսա, այստեղ էլ մեր պոմիդորիկները, այսա, ահագին եղել է, այստեղ բոլորն է եղել, որ հասել է, չորացել է, արդեն ամանը, նայեք լրիվ դատարկ է, պետք է մի բան ցանվի, չգիտեմ ինչ որ բան արժի հիմա, այսա մի հատ չոր թուփ է մնացել վրան, այս կողմում էլ, էլի մեր պոմիդորիկներն են, այստեղ մի հատ քաղցր պղպեղներ կարծեմ, մի հատ է մնացել, սրանք էլ էլի պոմիդորներ են ծաղկած, ահագին շատ պոմիդորիկներ ունենք, վաղը նոր կզբաղվենք այս այգով, մի քիչ հանգստանանք այսօր էլ ու վաղը իրիկվա հովին կարելի է մաքրել այս այգին, Քսենյան շոքից տեղը չի գտնում, մոռացել ես ինձ Պստո ջան, հա սիրուն ջան, հա ոչ շարժում է սենց, բայց որ մոտիկ եմ գնում, ինքը հետ է գնում էլի, որ ձերտամ հո չես նեղանա փոքրիկ ջան, հա սիրուն ջան, ձեռքերցս հոտ էր քաշում, մոռացել է, եկել ճամպրուկից էր հոտ քաշում, հիշում ես ինձ Քսենի, հա սիրուն ջան, հա լավ չխանգարեմ հանգստացի, հա, բարելույս սիրելի բարեկամներ, տանն ենք արդեն, հազիվ խելքներս գլուխներս է եկել, այս չէ մի գիշեր ենք հասել, նախանցյալ գիշեր ենք հասել, գիշեր չէ լուսու դեմի, ջուրս լսնեմ, մի անդամից շատ եմ ջուր լսում, որ բանթացքում էր հերիքի, լուսու դեմ եք տուն հասել, մեր ընկերներն եկել մեզ դիմավորել, օդանավակայանից քնեցինք, տուն ենք հասել ու պարկել ենք քնելու, քնեցինք մի քանի ժամ, իհարկե այդպես նորմալ չկարողացանք քնենք, բայց էլի մի քիչ հանգստացանք, մի երկու ժամ իջել եմ ներքև մի քիչ գործ եմ արել, ճամպրուկս եմ դատարկել, մի անգամ լվացք եմ միացրել, փռել ու նորից բարձրացել պարկել եմ, ամբողջ օրը այդպես պարկելով, վեր կենալով, ես էլ թափեմ ով սուրճն է նախորդ, երբած սուրճ է, հետներն են շոկ է, շոկն էլ մի կողմից թուլացնում է և չքնած վիճակը, հոգնած վիճակը, ինչ որ է, այս գիշեր արդեն նորմալ քնեցինք, հանգստացանք, շոկ է, նեն շոկ է մեր մոտ, այս պայն 29 աստիճան է, հիմա ժամը 12-ն է,
ու բարձրանալու է այս ամբողջ շաբաթ ջերմաստիճանը լավ բարձրանալու մինչև 37-38 աստիճան պետք է լինի։ Պես էլ դնեմ, մի հատ էլ բաժակ բերեմ։ Միացրել եմ, որ շուտ եկվի։ Հայաստանյան օրերը թռան, Շուշ ջան, շատ արագ անցան։ Ընդհանուր ես երևի մի 23 օր եմ եղել Հայաստան, մաշուտը դե մի քիչ ավելի պակաս։ Արագ անցավ շատ է, կարևորը ինչ համար որ եկել էի Հայաստան, գնացել էի Հայաստան, հետո գալիցի վերջացրի, գոհ եմ շատ, ատամնաբույժի տվյալները նորից հարցրել էի, շատ մարդիկ են ինձ հարցրել, ու արդեն մի քանի հոգի ում որ տվել եմ համարը զանգել են ատամնաբույժին։ Հիմա այս տեսանյութի տակ ես նորից կդնեմ ատամնաբույժի հեռախոսի համարը, դուք որ զանգում եք, անպայման ասեք, որ Սվետլանան ա ձեզ համարը տվել եք, գիտեք ինչի համար եմ ասում, որովհետև իրանք ուրիշ գներ են կիրառում։ Ինձ ոչ մի բան չկա այդ արանքում, ոչ մի բան բացարձակ, ուղղակի երբ որ զանգում եք կլինիկայի զանգում, ավելի թանկ եք վճարելու, այս մարդիկ սենց ավելի էժան են անում ու ասեմ բժշկից շատ գոհ եմ, ժողովուրդ ջան, այդքան հոգատար լավ բժիշկ, շատ հոգատար, անկեղծ եմ ասում, գնանք նստենք, շարունակենք։ Նստենք, սուրճ խմենք։ Ընդհանուր տպավորություններս դե բնականաբար Հայաստանից շատ լավ էին, շատ։ Ընդհանուր առմամբ ասել եմ, դե ես հիմնական տաքսիներով էի երթևեկում, որովհետև նախ քաղաքին ծանոթ չեմ, հետո էլ արագ էր լինում տաքսիներով, համեն տանում են մի անգամ չի տանջվում, ժամանակ չի ծախսում, մի անգամից տանում էի միջացնում որտեղ որ ուզում էի, բայց ընդհանուր առմամբ արագ էլ սովորում էի, ասենք մի անգամ մետրով Աշոտը բերեց, արդեն սովորել էի, կարայի հետ մետրով գայի կամ գնայի։ Ինչ որ է, վերջին օրը արդեն որ գնացինք վերնիսաժման կադրերը տեսակ, նայել էի, ով որ ուզում էր վերնիսաժը տեսավ, շատ ուրախ եմ որ կարողացա ձեզ հուշեր արթնացնել ձեր մեջ։ Ման եկանք վերնիսաժում, դե շատ շոկ էր այդ օրը հենց։ Այն օրերին, որ ես Երևանում էի ապրում, այդքան շատ շոկ չէր, ոնց որ հենց այդ օրը, 38 աստիճան էր։ Հետո ասֆալտի վրա ավելի շոկ է, չէ՞ որ քայլում ենք։ Ինչևէ, երբ որ վերջացրի վերնիսաժում գործերը, եկանք այդտեղ Գարեգին Նժդեի արձանի դիմաց ու տաքսի պատվիրեցի ու ցույց է տալիս, որ գալիս է 3 րոպեից տաքսին գալիս է, մոխրագույն ինչ-որ մեքենա է, մեքենաների մարկաները այդքան շատ լավ չգիտեմ, չեմ հիշում, ինչ են։ Ինչևէ, մոխրագույն մեքենա է գալիս ու տալիս է վարորդը սպասում է։ Աշոտն ասում եմ, ուրա, այս համարով մեքենա պետք է լինի, Աշոտը նայում ասում է չկա, չենք տեսնում մեքենա չկա, բայց տալիս է վարորդը սպասում է։ Ասեցի, սպասի մի հատ զանգեմ, Աշոտն ասեց, դե դու զանգի, ես էլ գնամ մի քիչ են կողմ նայեմ, կարող գնացել են կողմա կանգնել, ինքը գնաց նայելու, ես զանգեցի վարորդին, ասում եմ, բարև ձեզ, այսեղ տալիս է, որ դուք սպասում եք, որտեղ եք սպասում, մենք Նժդեի արձանի դիմաց ձեզ ենք սպասում։ Այդ ընթացքում ինքը առաջ է եկել, այսինքն ինքը ավելի ետ է սպասել մեզ ու առաջ է եկել, ասում է ինձ հենց էսով Մորկուր ջան, ասում է մի հատ դեմդ նայի ու կոպիտ էլի ես հիմա մեղմ եմ ասում նայում եմ չեմ տեսնում մեքենա ու Աշոտեին կողմն է գոռացի ասում Աշոտ լարի ասում է սպասում այստեղ է երևի մեկ էլ նորից ասում դեմդ նայի ուղիղ նա էսից կոպիտ Նորից նայում այնտեղից առաջ է եկել, այսինքն չկար այնտեղ ոչ մի մեքենա, պարկինգ արած մեքենաներ էին, ինքը երևի ետևներում է կանգնած եղել ու առաջ է եկել։ Տեսա մի հատ մոխրագույն մեքենա է։ Եկավ Աշոտն էլ եկավ, այդ գնում ենք առաջ, կարա այդ բան չեղարկեի, չգնայինք, բայց ասեցի չէ, պետք է մի հատ սրա հետ խոսամ։ Նստեցինք, ասում տղա ջան, ասում եմ, էս ինչ կոպիտ ես խոսում, նորմալ խոսալու ձև չունես, էս ձև ես սպասարկում։ Բան, ասում է, այնտեղ ես կանգնած եմ, ասում դու դե կանգնած չէիր, ասում եմ, մեկնան տալիս է, դե կարծում եմ տաքսին սպասում է, բայց դու չկայիր, հետո ես առաջ եկել։ Ու հետո ես լեզվա կռվանում, շատ կոպիտ, ես զարմացա ուղղակի, այդպիսի բան չի տեսել։ Հետո ըստ երևույթին ներվայնացել է, որ տենց խցանումներ են, ոնց որ այդտեղ մեղավոր ենք, էլի, համբերությունը չի տանում, մեքենա մի վարի, տաքսի մի քշի։ Ինչ որ է մի քիչ փորձեց գնա ու սենց է անում, կարա մի հատ ծխեմ, սենց, անմակարդակ մեկն էր անկեղծ ասած, ասեցի չէ, չես կարա ծխես, գնացինք վերջը, ինչ որ է,
հիմա մենք հասեն տվել ենք որ մեզ պետք է տանի Բյուզանդի փողոց մի քիչ գնաց ասում եմ մեզ ուրիշ հասցել է պետք լինելու ասում եմ հիմա ավելացնեմ կանգառ ասում հա հիմա ավելացրեք որովհետև հետո որտեղ հասնեմ կարող ուրիշ պատվեր ունենամ ձեզ չկարողանամ տանել Ես ավելացրի, այնտեղ արդեն հասկանում եմ, գիտեմ այդ ամեն ինչը ավելացնել կանգառ ու ավելացրել եմ կանգառ, որտեղ որ ուզում ենք մենք վերջնական գնանք, այսինքն սկզբնական կանգառը արդեն սկզբում էի գրել, հիմա ավելացրել եմ կանգառ։ Շահումյան փողոցն եմ ավելացրել։ Վերջը, հիմա մեզ տարավ շատ դժվարությամբ, որտեղ խցանում էր ու սենց տարավ հասցրեց, մի անգամից տարավ մեր վերջնական կետը, տարել է Շահումյան փողոց։ Ասում ենք, ես ո՞ւր ես բերել այդ տղաջան, մենք սկզբնական նշված էր Բյուզանդ Հիմա ավելացրել ենք Շահումյան, հիմա հետներս կռիվ է անում, ասում է, ես չգիտեմ, ասում է, դուք ոնց ավելացրել եք, նայեցել, ասում ենք, մենք գիտենք ինչ ենք ավելացրել, մենք սկզբնական քեզ կանչել ենք, որ մեզ տանես Բյուզանդի փողոց, դու այդ բանով էլ եկել ես, հետո տվել ենք ավելացնել կանգառ ու ավելացրել ենք Շահումյան փողոց, կռիվ է անում հետներս, ոնց որ հոգեկան լինել, լուրջ եմ ասում Այդ ձև հետո բանը աշուտն էլ արդեն չխայնացավ անկեղծ ասած, այդ տղոջ ասից մենք գրել ենք դու ճիշտ մեր հասցեով տար, ոնց քո մոտ նշված է, դու պիտի գնայր ընդ հետո պիտի գայր ստեղ բան, վերջը կարճ ասած տարավ մեր սկզբնական հասցեն, հետո նոր հետ բերեց այստեղ, անկեղծ ասած ոչ մի լումա ես իրան չի ուզում ավել թողնեի, որովհետև ինքը արժանի չէր որ միշտ բոլոր վարորդներին թողել եմ, անգամ 700 դրամ ավել թողել եմ, բայց չի ուզում սրան ոչ մի կոպեկ թողնեի ավել։ Գումարը տվեցի, Աշոտն ասեց, մանրը պետք չի, ես չմիջամտեցի, բայց հեչ արժանի չէր։ Ու առաջին անգամ մտել եմ տաքսու վարորդին, ես բացասական բան եմ գրել, մի աստղ եմ դրել, որտեղ պետք է մի բան դրել ու գրել եմ, որ շատ կոպիտ էր վարորդը խոսում։ Հուսամ, որ իրանք, եթե իրոք հսկում են, վերահսկում են, այդ արձագանքը հաշվի կառնեն, ահա որ է ժողովուրդ ջան, ու այդով աշխատում են, քո համբերությունը որ չի տամ, այդ է Երևանի երթևեկությունը, ով է մեղավոր, մի քշի մեքենա, տաքսի մի քշի, այ քեզ բան։ Ինչևէ, այդ վերջնորով տպավորությունս լրիվ փչացրեց այդ զուտ կապված այդ տաքսիների ծառայության հետ, բայց մինչև այդ ես շատ խոհեմ, շատ լավ, շատ քաղաքավարի, շատ կիրթ, լավ վարորդներ են եղել։ Ինչևէ այդպես ժողովուրդ ջան, ինչ էլ պետք է ասեմ, էլ չգիտեմ ինչ ասեմ, Երևանում ասեմ, բոլորդ էլ գնում եք, գալիս եք, գիտեք, մնացած տպավորություններս, հիշողություններս շատ լավ են, եկանք ու մի անգամից արդեն մտանք մեր առօրյայի մեջ, մի քիչ հիմա չեմ պատկերացնում, որ վաղը գործի եմ գնալու, բայց ինչ արած պետք է գնամ երևի, շոկերն էլ մի կողմից, ամբողջապատ շոկ է լինելու։ Ուրեմն ոնց ասեցի բժշկի հետ կապված հեռախոսահամարը այս տեսանյութի տակ կդնեմ, զանգեք իր կինն է պատասխանում հեռախոսը զանգի, շատ լավ մարդիկ են, ինքը ձեզ ամեն ինչ մանրամասն կասի, ասեք, որ Սվետլանան համարը ձեզ տվել։ Այդպես, հարցրել եք Աշոտի Արևմտյան Հայաստան գնալու հետ կապված, մենք հենց հիմա զբաղված ենք այդ Աշոտի նկարած վիդեոները սարքելով, ուզում եմ առանձին տեսանյութ պատրաստեմ, որ ինքը բացատրի, ասի, դուք էլ նայեք հետաքրքիր կլինի, որտեղ շատերիդ էր այդ հետաքրքրել։ Ես հիմա մենակ ասեմ, որ հարցրել էի կինը, ինքը գնացել է 6 օրով, այսինքն 5 գիշեր է մնացել, վճարել ենք 140,000 դրամ։ Իսկ դրա մեջ մտել է ամեն ինչ, գնալը, գալը, այնտեղ մնալը, հյուրանոցը, սնունդը, ամեն ինչ ապահովագրությունն, ամեն ինչ մտել է այդ գումարի մեջ։ Ու շատ գոհ է Աշոտը, իսկ թե ով է իրան տալ, ես չգիտեմ, արդյոք ես կհետաքրքրի, թե դուք ինքներդ կնայեք ու կգտնեք ինչ-որ տուր ու կգնաք։ Ամեն դեպքում։ Էդ էլ այդպես ժողովուրդ ջան, ուրիշ հարցից չեմ հիշում, որ էլի հարցեր եք ինձ տվել, կամ եթե տվել եք, հաստատ գրել պատասխանել եմ, հիմա չեմ հիշում անկեղծ ասած։ Խանութ են գնում ժողովուրդ ջան։ Լավ շուկ, արագ գնանք կանք, արագ, բայց մի ժամ, 2 ժամ կտևի, մինչև գնանք կանք։ 28? Ահա, 28 աստիճան, կբարձրանա մինչև, քանի աստիճան։ 30 ավել։ Ողջույն ժողովուրդ ջան, մեր մոտ համարը ամեն ինչ լավ է, ցանկանամ որ ձեր մոտ լինի։ Համարյա Դա էլի։ Համայր ասի, տեսար նավթուն խփում էր մեզ արդեն։ Հեծանվորդները պետք է։ Ապով եկավ։
Բայց ինչ շոկ էր, ես չեմ հիշում, որ սկան երկար շոկ էր եղած ամեն Մեկ էլ եղել է մի տարի, երևի 19 թվականին էր։ Իսկան հա, Այո։ ճիշտ է, հիշեցի, բայց այն ժամանակ երևի ապրիլ ամսից շոկեր էին անում, հա, հիշում ես, մենք Այդ ամառը շատ շոկ էր եղավ։ մեր սկզբնական տարիներն էր, Ես էլ որ դպրոցում աշխատում էի, հիշում եմ։ հա, գրանք սկզբում ակցիոն ու շուտ, Տնօրեն ասես 30 աստիճանից բարձր եղավ չաշխատենք։ հա, դուրս չգաք, թե ներս աշխատեք, Հա դուրսը չաշխատենք, դուրսն էլ ադոհաներ եք ներգն։ հա, Այդ շոկին ներգնել հենց ադոհանին կսում ենք անմիջապես ոնց որ շորաներ։ Դուք էլ մեր հետ գնանք խանութ, ակցիոնում մի քանի բան եմ գրել, որ չմոռանամ, պետքա վերցնեմ, հետո էլ Դե կողքը հենց ալդի կա, երևի մտնենք այնտեղ, հավես չունեմ, որ ուրիշ խանութներ գնանք այս շոկին։ Նույնն է, Լիդելը որ գնանք ավելի ճիշտ կլինի։ Կանք մտնենք Լիդել։ Հա։ Դե լավ, ուրեմն մտնենք ակցիոն ու հետ կանք Լիդել ու տուն գանք։ Ճանապարհի վրա է։ Բայց տեսնում ես, այդքան շատ մարդ ու մեքենա չի երևում։ Օրինակ դրսի աշխատողներին հիմի չի կարելի։ Չնայած այսօր հələ ոչ, 28 աստիճան է հիմի, բայց պետքա բարձրանա։ Հիմա թոշակարուն, բան թոշակ եմ ասում, հարցակուրտ գնացող։ Հա, այս սեզոնն էլ է, հա։ Դրա համար այսպես ազատ է քաղաքը։ Ճիշտ է, հուլիս-օգոստոսին ինչ սենց է։ Այո։ Այսից սիրուն էին ծաղիկները հələ։ Շատ սիրուն ծաղիկներ էին։ Հարցակուրտային սեզոն է։ Գնացինք դուրս է գալիս են էլ։ Հայաստանը որ տաքսի ենք նստում, ասում են կարակ չգցեք ամրագոտին, բայց ես միշտ գցում էի, շուտ դու չէիր գցում։ Ես էլ եմ գցում, բայց արդեն մեր համար սովորական բան է դարել, բացի դրանից այդտեղ օրենքի պահանջ է։ Հայաստանում էլ է օրենքի պահանջ։ Բայց չեն կատարում։ Բայց ես զարմանում եմ, որ տաքսու վարորդը ասում է կարակ չգցեք։ Ես գցում էի։ Համ չի ուզում ցույց տայի, որ ես Հայաստանում չեմ ապրում, դրսից եկած եմ, որտեղ իրանք այդ ձևով էլ են հասկանում, որ այս հաստատ դրսից եկած է, որ օրենքներից հետևում է։ Ասում են կարակ չգցեք բան, ռեմենը, դե չէ, ռեմեն էին ասում, ռեմենը չգցեք։ Չի, ես ամրագոտին, բայց եթե օրենքով է ու տեսնում էի շատ, որ հեռախոսների մեջ մտած սենց մեքենա են վարում, անգամ ոստիկանն եմ տեսել, ոստիկանը մեքենայով անցնում էր, հեռախոսը սենց պահած, մեջը նայում ու ժպտում էր, երևի ծիծաղալու բաներ նայում էլի, ու տեց գնում էր։ Այս եթե ոստիկանը հեռախոսը ձեռքին երթևեկի մեքենավարի, բնականաբար սովորական քաղաքացին պետք է նաև այդպես վարվի։ Բայց այդտեղ հեռախոսը հանկարծ որևէ մեկի երթևեկության ժամանակ վարորդի ձեռք եղավ, ականջին եղավ, կարծեմ 350 Հայաստանում էլ տուգանք կա։ 350 եվրո տուգանք կա։ Հա, այստեղ էլ կարող է անել, շատ քիչ, բայց Հայաստանում էլ է տուգանք, բայց մեկը անում են։ Ու պետքա տուգանքները բարձրացվի, ու իզուր չդժգոհեն թե տուգանում են։ Հա, մի րոպե այս հեռախոսը անջատեմ։ Մինչև մարդու գրպանին չկպնեն, օրենքին չեն հետևի։ Պետքա բաներ տուգանքները բարձրացնեն։ Այդ ձևով արդեն կվախենան էլ չեն, հեռախոս մեջ չեն մտնի, մեքենայով ղեկին նստած։ Քանի շաբաթ չենք եկել ակցիոն, 3 շաբաթ ավել։ Հիմի թե հա հիշեցի աշոտ մոծակի են տեղերից, այն յուղերից էլ պիտի վերցնենք։ Բայց պատվալի համար են խոնավացման դեմոնստրացիա։ Ահա, էլ վերցնենք այն մոծակի տեղից էլ ցուցակ գրել եմ, բայց այս երկու բանը չեմ գրել։ Բացա, չի աշխատում։ Տեղը ման գալիս, չի անցել, դրա համար էլ չի փակում շատ Տեսնենք բան։ էսա եթե փակվի թե չէ։ Էսա հուսանք ակցիոնում շատ մարդ չի լինի։ Ինչ ես նամաշուտ, սարյատրի բաներից։ Էսի պետք է վերցրի։ Չի, բայց իմը լավ է, գոհ մինից չեմ ուզում ուրիշ։ Դոկանցնեմ, նայեմ, այս տենց ականջակալներ կան, բլութութով, գինել դատարկ տեղեր ունեն։ Ես ցուցակս կնայեմ, որ բան չմոռանամ, գնանք այգու բաժնից այդ մոծակի տեղը, ես ինչ էր։ Հա, սկոչ է։ Ջնջող բաներից է թե ինչ է։ Ջնջող է թե սկոչ է։ Սկոչ է։ Հա, ջնջող կորեկցիոն դի։
Հա դպրոցական բաներ պետք է։ Հա։ Այստեղից Հայաստանից գրիչներից էի տարել, ոնց որ Հայաստանում գրիչ չկար էլի։ Ոչ թե առել էի, տանել ունեի, դրա համար տարած կոչվան ունեմ։ Գնանք ինչ որ պետք է այդ նայենք էլի Աշոտ ջան։ Պետք է Համյատից տախտակել է պետք, բայց դրանք առանձին կգամ առնեմ։ Աշոտի հետ չէ։ Աշոտ մի րոպե, աղբի տոպրակ մի հատ վերցնենք, ես նայեցի կար, բայց կապույտ բերնել ապրեսին։ Հա, կապույտ ստե չկա, սպասի։ Ստեից 50 միլիտրան, այս սրան, 50 լիտրանոց։ Էսա չէ մերերը։ Էս մի հատ սրանից վերցնենք։ Ու այն տոպրակներից եմ ուզում, գնանք այն կողմը, հա բաղնիկի տոպրակ, չէ։ Բաղնիկին ես առել։ Առել ես։ Այո, գնացինք, գնացինք։ Գնանք հələ առաջ։ Գելերը զուգանի, ինձ պետք է բաղնիկի ժավել, բաղնիկը մաքրելու բանա պետք։ Զուգանի բաներ ունեմ հələ, ժավելներ պետք չի։ Ուր են բաղնիկինը մի րոպե։ Այս կողմներ։ Վարկան, տեսնեմ, այակ սրանք, սրանք էլ էի խոհանոցը մաքրելու համար, բայց են անգամ առածից հլը ունեմ, ինձ թվում է հիմա պետք չի, ես են մեկը թող վերջանան որ, այս սրանից են անգամ առել եմ, չէ, եսի ջերոց մաքրելուններ, սրանից ունեմ, մի բան էլ էի առել հենց այդ յոգաճարկը մաքրելու համար, Այս բաղնիկի մաքրելու նայենք ինչ սպունգ կա Սենք ձեռնոցներ են Հա, այս մեծերից կա Այս մեծերից Այս վերցնենք Այս տարակներ կան Օրգանիզատոր Աշոտ ես մերն է? Ես մերն է, չէ? Հա, ճիշտ է Եսի կլինի չէ ինդ Պետք է որ ստանդարտ են, ոնց որ պետք է որ լինի Վերցրել ես այդ բաները, խոնավություն քաշող Են տոպրակները մոռացա նայեմ Զիպ փակ, հա, էսա Ապելա նայեմ ինչ չափի էին 25 անգամ 0.2 լիտր Այս միլիտր, պլյուս 3 լիտր Երև ես մեծից վերցնեմ ու սրանից Այս տոպրակները ու յուղաթուղթ մի հատ չեմ հիշում ունեինք տունը թե չէ Այդ բաներից է, որ այսօր մեզ պետք էր է Երեք պետք էր չունեինք այդ տոպրակներն փակով Յուղաթուղթ Դուխովկին դնում ենք բաժին Մտնենք այգու բաժին, մի հատ նայենք այդ մոծակի յուղերից կա թե չէ Այս սրանցից լնայի քանի հա Իսկ թվում է սրանք զապասներն են Աշոտ Մենք ունեինք երկու հատ կար ու այս յուղը չունեինք մենակ Այս կոմպլեկտա Բայց սա դրանց մինիմատ է չէ Ես չգիտեմ այ Դե մե էսի վերցրել էլ հետո վերցրել Այս երկուսը վերցնենք հա Սրանք շատ լավ են օգնում Լիմոնի հոտով բաները մոմերն էլ են լավ Ահագին ունեմ ես Հլը սպրեյա Թող տեսնեմ Հա, բայց սրանք փչովի բաներ են չեմ ուզում Ես ավելի լավ է յուղը միացնենք Սրանք էլ են տենց լիմոնի հոտով Մոծակների դեմ Վերջ գնացինք, գնանք այդ բժշկի ասած բանն էլ գտնենք Ես ինչ է Ես էլ Ռունդիկ ինսեկտ, այս էլ բանն է, որ մոծակներին քշում է Ինսեկտն ֆերդելգեր
Հա։ Հույլով է սան ծագում։ 1495 կարող է, բայց այդ ձենը շուրջան դժվար է ինքան ուժեղ լինի, որ մենք լսենք, այս երևի կամած բանա, որ մենակ մոծակներն են լսում, հա։ Հա, էլի, կախովիս էց բանա, էսա։ Չէ, ես յուղերից ես շատ գոհ եմ, գնանք, էդ լավ է։ Բաժինը ինքան դատարկա բերել են ճամփուկներն էլ են ստեղ դրել։ Նայեմ տան ինչ սերմեր ունեմ, են մի ամանը, որ դատարկվել է, դրա մեջ ցանեմ հիմա։ Արի։ Այդ ատամի խոզանակների բաժինը գնանք, այդ բժշկի նշանակած բանը վերցնեմ։ Այս բաժնում պետք է լինի։ Մի րոպե։ Հա, սրանք են ոնց որ։ Ոյ, մարդկար այստեղ կանգնած գնաց, ես ինչ քրտինքի հոտ թողեցին տնաշենները իրիգատոր։ Այս սրանից է ինձ մի հատ պետք։ Բրեկետներ, բաներ մաքրելու համար էլա։ Ես վերցնեմ մի հատ։ Սրանք ինչ են։ Whitening powder, ատամներ սպիտակացնող ինչ-որ փոշի է։ Ահա, ասել էստեղից ինձ թվում այլ բան պետք չէր, ինձ մենակ ես էի ուզում։ Ես խոզանակները էստեղից չեմ էլ առնում ընդհանրապես։ Հա, սրանք էլ ատամի խնամքի համար խոզանակներ են, ոնց որ են արանքները մաքրելու։ Այդ կողմից բան պետք չի, հա, սրանք էլի արևային կրեմներ են։ Տեսես լավն է սրանք, ես 30-50 Sensitive ջրակայունա 97 սրանք վիտամին E-ով այդ 50 SPF նատուրալ ֆորմուլա ասել մեյքափ օրգանիզատորը ինձ թված բան է այդ կրեմները պահելու սառնարան, բայց չէ մենակ մեյքափը դասավորելու համար։ Ոյս ինչ սորնոց, դե գնացինք։ Մենք շուտ ուր գնաց։ Ակցիոնում վերջացրինք, գնանք մի անգամից Lidl-ել մտնենք ու գնանք տուն։ Հինա ոնց է, հինը պահպանում են էլի։ Քաղաքին կարոտել ենք։ Ես եմ բերում։ Ես բերում։ Ես անդախ չեմ ատում բանը, կանոնել են չիրներ։ Այս ծառերը ոչ շարժվում են, տերևները ոչ բաները։ Են մյուս խաչմերուկին, չէ։ Չիրպիջով տուն էր։ Այնա, այս խաչմերուկ, այս տեղից, հա։ Եկանք բանջարեղեն բան առնելու, կանաչի, բայց այս օրը այս խանութը փակ է, երկուշաբթի է, մոռացել էինք։ Լավ, նայենք Lidl-ից կառնենք, աշոտ Lidl-ից կառնենք, հա, կանաչի։ Ոնց էի մոռացել, որ Հա, դե մի բան առնենք, ոչինչ, այս քանի օրը մինչև մոռացել էի լրիվ։ Կանաչ աղբյուրն է։ Եկուցել մեշոկների օրն է, մի մեշոկ։ Հա, պլաստիկի օրն է։ Դե ոչ իրդի մեշոկ։ Նայենք։ Ահագին ունենք, չէ։
Համբերատար մեքենայի հետևը պետքա կանգնենք։ Չնայած այստեղ սվետաֆորի մոտ է կանգնած, բայց ընդհանրապես որ իրան կանգնում են աղբը հավաքելու, մենք էլ վարորդները խելոք համբերատար կանգնում են ու ոչ ման էլ չեն կարող անեն։ Պետք է սպասեն մինչև իրանք աղբը հավաքեն։ Ոչ մի ազդանշան չեն տալիս, ոչ մի նյարդային շարժում չեն անում։ Քոլեջը չէ շուտ ես։ Մտնենք Lidl մի քանի բան էլ այստեղից առնենք ու գնանք։ Այստեղ շատ մեքենա էլ չկա, բայց այնպես լավ է հուլիս-օգոստոս ամիսներին, արձակուրդների սեզոնին քաղաքը թեթևացած է լինում։ Շատ մեքենաներ չեն լինում։ Բայց ահագին սայլակներ տարել են։ Չնայած մարդկա հենց վերևն է կանգնացնում սայլակները, կամ եթե այստեղ են լցվում գալիս, իրանք լիֆտով բարձրացնում են վերև։ Lidl-ում էլ զեղչեր տալիս 60%։ Էսի չհանգիստ է երևում։ Մենակ առաջին կասսան է բաց, մնացած կասսաները փակ են։ Լավ, այստեղ ձմերուկ կա շուտ։ Արի մի հատ ձմերուկ վերցնենք։ Ես ինչ էլ խոշոր ձմերուկներ են, մի հատ վերցրա։ Իսկ լուրը վերցնեմ։ Հա, վերցրա։ Ես ձմերուկ, հա, պետք է որ մի քիչ փոքր լինի, ավելի լավ։ Ես ձմերուկներից շատ բան չեմ հասկանում։ Հատով է, մի հատը 15 եվրո է, 14.99, իտալական ձմերուկ է։ Հատ սեղ վերցնեմ։ Ունենք, բայց վերցրա համ երկու հատ։ Այստեղ այս գիլասներն էլ են լավը, որ երկրից է, դարձա որ երկրից է։ Չէ։ Հա, լավ, ինչ որ է։ Գիլասի կիլոն 5 եվրո է։ Էս էլ հապալաս, մի րոպե նայեմ, եթե լավն է, մի անգամից վերցնեմ։ Երկեն կողքերից նայենք։ Էսի շատ առողջ ճարար է, նոր պատասել եմ, թե քանի տեսակի հիվանդությունների Բայց ես որ ասում եմ լավ առողջ ճարար է շուրջան։ Ես առողջ եմ, դրա համար չեմ։ Իմ ասածները չես լսում։ Մի րոպե, գազարել վերցնեմ։ Նատել գազեր։ Կարմիր սմարոձինան, արշի կիլոն 14 եվրո։ Հայաստանում էլ էր սմարոձինայի սեզոն շատ կար, սև սմարոձինայր այնտեղ։ Ելակն արժի 8 եվրո կիլոն։ Այս ուրիշ է, թե նույնն է։ Նույնն է, չէ, մի րոպե նայեմ առողջ չկա։ Չէ, արդեն փչանում է, վարկյան։ Դու միշտ լավ հաց ես վերցնում, այդ հացից էլ վերցնում։ Որից։ Հա, այն ներքևին ամբողջ հատիկ է, բայց դու որ ուզում ես հետ վերցրա, որովհետև ես չեմ խոստանում, որ հաց կուտեմ։ Այս գունավոր չերիները արժի կիլոն 5.72։ Մի րոպե, եթե նայեմ ընդ ինչ տեսակ պոմիդորներ կան, սրանք լավը չեն։ Մանգորն էլ դե չաղացնում է, այսինքն բանը շատ է, էլ շաքարը դրա որ չեմ վերջ։ Մի հատ կիվի։ Բանանները չիրեր դարել նայեցին։ Բանան չենք վերջնի, որտեղ ունեին։ Կոֆե ունեմ, գնանք բանջարեղենի բաժին։ Մի հատ այս կողմից կանաչի վերցնեմ։ Այդ դրանք չեմ նայել, սառնանում ինչ ունեմ, ինչ չունեմ։ Էսա լավ, մի հատ մաղադանոց վերցնեմ։ Ոչ, դեղնում է, արդեն դեղնել է։
Աղդանոսը արժի 1.50, 1.49, այս բաժնը մի հատ նայենք, ինչ կա, սրանք մաքրելու խոզանակներ են, ես չգիտեմ են չորացնող ապարատի համար ես կլինի, թե չէ, որ մեջը մաքրվի, այս բաները, սուրճի ապարատները մի ժամանակ դրանք էինք օգտագործում, այս կշերքներ են խոհանոցի, երկու հատ ունեմ, տախտակ էի ուզում, բայց այս մեկը դուրս չի գալիս, որ այս ձևը կախով ինձ սենց պետք չի, մի հատ էլ կա ուրիշ ձև, այս էլ նայքլը մեջտեղ ինչ ձև է, այս էլ դրա համար չեմ ուզում, դանակներ են, այս բանը էլեկտրական արագ եփող կաթսայա, մի ժամանակ ունեի դանակներ, այստեղ ամաններ սենց, կապարիչով փակովի, ֆոլի ռոլ են, այս երևի բաց են բակում մաշինը, խորբակում մաշինը, այսինքն որ բան անեն, հա, տենց ինչ-որ բան փակեն, այս բաներից չէի, այս մատերիալից էլ չեմ առնում, դա մսաղած կա, զեղչվել է 35 եվրո, ես էլ չգիտեմ ինչքանով է հարմար, բանջարեղեն այսենց մանրելու համար մի հատ բաց կա, նայեցի, բայց ես թվում է այդքան էլ բարակ չի մանրի, ես էլ բանջարեղենը կտրելու համար էլի, էլեկտրական, նով գնացինք, շոտ ես կողման, եմ ես կողմում ինչ կա, մի հատ, մի անգամ նեց սիրու սպիտակեղեն կար, իմ ուզած չապսը չկար, բայց շատ սիրուն էր, ես մի երկու բանն ա եղել է, երևի վերջացել է, գնանք չէ, շոտ երկար մնացինք, լիդլի մեջ սառանք, հիմա աջելի է, չէ տաքը շոտ, սուրտ էր, լավ սառներ, սառնանի բաժինը, են որ առաջ ասում էին սառնանը սիլ շվակ, այսինքն որ մեծ սենյակ էր լինում, բան էին դնում սառեր, սառը մնար, ասում էին զիլ շվակ, հիմա լիդլի սառնանի բաժինն էր, ես կարելի ասել մրսեցի, գնանք առևտուրն էլ տեղավորենք ու գնանք տուն, այս վերջը ես հունական յոգուրտ չի լինում լիդլում, կամ քիչ են ստանում, վաճառվում այդ յուղայինը, 10%-անոցը չի լինում, մեկ, այն յուղն է լինում, այսինքն դատարակը այդտեղը միշտ դատարկ է լինում, ընդհանրապես լիդլում շատ դարակներ, շատ տեղեր դատարկ են լինում, շատ փնթի վիճակ է լիդլում, այս վերտան մոտի, անգամ գետին ներկեղտոտ, շատ պակաս բաներ կային, սպանախ չկար օրինակ, կարճ ասած ես վերջից այդքան լավ վիճակ չի լիդլում, առևտուրը դատարկեցի սեղանի վրա, համ այսպես ցույց կտամ, հեշտությամբ համ էլ արագ կտեղավորեմ, այսպես ավելի հարմար կլինի ինձ։ Մի հատ վերցրել եմ սալատի կանաչ թերթիկներ, ամեն ինչի չէր, որ թարմ էր լիդլում։ Ես ակցիոնից եմ վերցրել բանի համար այդ դուրսը որ ավլում ենք, այդ խոզանակի այդ բանը ոչը կոտրվել էր, ես վերցրել ենք ստանդարտ է, էլի կլինի։ Մի հատ մաղադանոս վերցրի, այդքան էլ լավը չէր, տենց ընդհանրապես բանջարեղենը լավ վիճակ, ոչ մի բան էլ լավ չէր լիդլում, կարճ ասած այսօր հեչ լավ չէր։ Պանգասիուսի ֆիլե եմ վերցրել, մեծ չափն է, զեղչի տակ էր, հիմա գինը չեմ հիշում ինչքան է, այսինքն հիշում եմ, լավ, այս 700 գրամին վճարել ենք 7 եվրո։ Երկու հատ դդմիկ ենք վերցրել, այս լոլիկներից վերցրենք, քաղցր պղպեղ ենք վերցրել եմ 2 տուփ, մի հատ է կասայի մոտ պատրվեց այս տոպրակը, մի հատ բրոկոլի եմ վերցրել, 1.30 էր, եթե չեմ սխալվում գինը, մի հատ սալսայի սոուս եմ վերցրել, ես շատ եմ հավանում, մի քիչ էլ կծու, այնքան լավն է, մի հատ հումուս եմ վերցրել, ահա սրանք չթափեմ, այս անգամ վերցրել ենք համեմած հավի բդիկներ,
Չնայած ես այդքան չեմ սիրում, աշոտն ասեց, սենց քանի տարի չենք վերցրել սենց համենված, ասեց այս անգամ վերցնենք պատրաստի դնենք ջեռոց։ Հավի բդիկներ ես սիրում եմ։ Ուղղակի իրանց համեմածը տեն չեմ սիրում։ 2 հատ գիլաս ենք վերցրել, 10 ունեի գիլաս, տարբեր գույների, բայց վերցրենք էլի։ Մի հատ ելակ եմ վերցրել 500 գրամ այս միամանի մեջ, այս սաղմոն ձուկը տոմատի սոուսի մեջ, ես գործի գնալց իմ հետ տանում եմ, շատ համով է։ Սրանցից ենք վերցրել, սպիտակ լոբիները էլի շատ եմ հավանում, լիտելի այս լոբիները, ոչ մի բան խառնած չի, էլի մենք մեր ճաշակով համեմում ենք, այս կարմիր լոբիներից էլ եմ վերցրել։ Ձիթապտուղ եմ վերցրել անկորիս, կանաչն ու սևը, սև պղպեղ չկար, սպիտակն եմ վերցրել, բայց ես եթե չեմ սխալվում, ռուսական խանութից առել էի պղպեղ, այնպես որ ենք օգտագործեմ։ Հապալասը էլի բացվեց բերանը, մի քիչ սպայսակի մեջ էր լցվել, հավաքեցի, չերի տոմատ, 1 կիլո, կարծեմ 5.99 արժի, թե ինչ, մի հատ կարակ եմ վերցրել, ֆետա պանիր, այստեղ սառեցրած ոլորու հապալաս, շիլայի մեջ եմ լցնում, այդպես շատ սիրում եմ, գազար, կանաչ լոբի, այստեղ հանքային ջուր ենք վերցրել ու սովորական ջուր, ջուրը ֆիլտրած խմում ենք, ուղղակի սրանցից էլ է պետք լինում տանից դուրս գալուց կարող է շշով վերցնենք, մի հատ լավ մեծ ծմերուկ է, այս մի հատը արժեր 15 եվրո, ձու եմ վերցրել կարմիր, 2 աման, պիցայի համար կերած պանիր, 2 հատ, այս բուտերբրոդի համար պանիր, չնայած այս քիչ յուղայնությամբ է, բայց ես փորձում եմ ես էլ չօգտագործեմ, կարող 1000-ից 1 որ բուտերբրոդի մեջ պանիր դնեմ։ Այստեղ վերցրել ենք հնդկահավի ու հավի երշիկ, Քսենյան սիրում է պաղպաղակ աշոտը վերցրել, ես խոստացել եմ, որ չուտեմ, այս ձկի ֆիլեներից է էլի, պաքսիմատի մեջ, պաքսիմատով, ինչ արած, պաքսիմատով պատրաստած, ծածկած, այս պիցաներից է վերցրել, կարտոշկա է վերցրել, մեծամանով, սրանք 5 կիլո են կարծում եմ, մի հատ փոքր սեխ եմ, փոքր չի, այս չափերի էր, սեխ եմ վերցրել, այս վերցրել եմ խոհանոցի լվացան բանի մաքրելու համար, իսկ այս մեկը բաղնիքի համար եմ վերցրել։ Այստեղ մնաց կիվին եմ վերցրել ու ամենակարևորը վերցրել եմ մսաղաց, լիդլու մսաղացներ կային, ահագին բան կար տենց, այս մսաղացը վերցրել եմ, զեղչվել էր 35 եվրո, մտածեցինք, որ վերջապես կարելի է ունենալ սեփական մսաղացը, որ իմանանք ինչ միս ենք մենք աղում։ Ակցիոնից վերցրի սպունգ աման լվանալու, այս մեծերից, 6 հատա մեջը, բայց ինչքան է չգիտեմ, էժան են, ակցիոնում ինչ պետք է լինի, գինը էժան են, այս մոծակների համար, որ ասեցի, այս յուղը, այնքան լավն են, հոսանքի մեջ ենք մտցնում ու անմիջապես վերանում են մոծակները, մի հատ սրանից եմ վերցրել, մի հատ էլ, մի րոպե գտնեմ, մի հատ առանձին, մենակ յուղն եմ վերցրել, այս մեկը, այս տոպրակներից վերցրի, 25 հատ մի լիտրանոց ամեջը, 25 հատ 3 լիտրանոց, 18 ու 20 սանտիմետրանոց, փոքրը, իսկ մեծը 27-28 սանտիմետրանոց, զիպ փականով, լրի վերջացել էր։ Այս ատամների համար, այդ իմպլանտ տեղադրելուց հետո հատկապես բժիշկը խորհուրդ է տալիս սրանով մաքրել ատամները, այսինքն ատամները մաքրելուց հետո մի հատ ջրի շիտով լվանալ։ Այսա երբեք չեմ օգտագործել, կօգտագործեմ, դե պետք է օգտագործեմ, ասեց բժիշկը, որ գոնե իրիկունները պարտադիր պետք է դրանով մաքրել։ Նորից տոպրակներ, սրանք 3-6 լիտր, մեծն եմ ավելի վերցրել։ Այստեղ այս արևային կրեմը վերցրի, այս UVA, UVB ճառագայթներից պաշտպանող բնական վիտամին E-ով ու բաներ, ոնց որ բնական ֆորմուլա է։ 50 SPF, այս մենակ յուղը, էսա մոծակների դեմ,
Այս հակաճարպային կամ ճարպը յուղը ոնց ենք ասում, յուղոտ բաները մաքրելու համար, յուղի դեմ, հեսա, տեղնվե հետ։ Ես եմ վերցել, ընդ որում նայեք հագուստի վրայից էլ խոհանոցը մաքրելու, դամ կապը կարելի է մաքրել, անգամ հեծանվը մաքրելու համար կարելի է օգտագործել։ Աղբի տոպրակ 50 լիտրանոց, 20 հատվա մեջ է, 1.80 կարծեմ արժի, Աշոտը կոլայա վերցրել, որ մեքենայի մեջ խմեր, բայց մոռացել դրել էր բագաժնիկը ու տենց մոռացավ չխմեր, ես էլ խոնավությունը քաշելու համար, որ միշտ առնում ենք, դրվում է նկուղում, հեսա նայեք տարբեր տեղեր ավտոտնակի մեջ կարելի է դնել, որտեղ որ պետք է, ես պետք է փոխվի, այսինքն նկուղինը հանվի ու այդ դրվի։ Ակցիոնում ընդհանուր վճարել ենք 38 ու 78